Մենք չենք լսում։ Դրա համար մենք գնում ենք մեր ճանապարհով, որ լսեն բոլորը մեզ, որ այս իշխանությունը վտանգավոր է հայ ժողովրդի համար։ Եվ նորից եմ ասում, մի անհանգստացեք, պայքարը շարունակվում է, գնալու ենք հաղթանակի, ուրիշ տարբերակ չունենք։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի, որ ինքը չի ընտրվել։ Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի, որ ինքը չունի մեծամասնության ձայները։ Նիկոլ Փաշինյանը այսօր ամենածանր վիճակում է, որովհետև արդեն քարերը հավաքելու ժամանակն է, ընդ որում այդ քարերը ոչ թե ինքն է հավաքելու, այլ իրանից են, արդեն պարտքերը պիտի փակի ըստ էության, չէ՞, հիմա Թուրքիայի պարտքերը, Ադրբեջանինը, Եվրոպան առանձին երկրներով բանով եւ քաղաքական ճգնաժամ է հասունանում, նույնիսկ եթե մանդատները վերցնեք կամ չվերցնեք, ընդ որում ես կողմ եմ, որ եւ մանդատները վերցնել եւ պայքարը շարունակել դրսում։ Պարոն Կարապետյան, նաեւ տնտեսական խնդիրների մասին եմ ուզում խոսեք դուք հատկապես, որովհետեւ տնտեսական ճգնաժամն է հասունանում։ Երեք ճիշտ է, իրենք ազգային ժողովում ասում էին, իբրև ցուցանիշների փայլ ունեն, հեսա եվրոպացիները, չգիտեմ, Մարտակոսը խոստացել է, այսքան գումար կտա, Ուրսուլա ֆոն դեր Լայենը, այսքան գումար կտա, բայց երեք իրենց նախարարներից մեկը հայտարարեց արդեն պետական պարտքը 14.5 միլիարդն են նույնիսկ հատել։ Այստեղ կան Ռուսաստանի կողմից, այդ սանկցիաները, որքան էլ ասեն դրանք քաղաքական չեն, եւ օբյեկտիվ, որովհետեւ երկրում ոչ մի բան ըստ էության չի աշխատում, անդադ պարտքեր, կուտակում, նույնիսկ շատերը համեմատում են Ուկրաինայի հետ նաեւ այդ առումով, որ Զելենսկին եւս պարտքերի տակ է մցրել երկիրը ու արդեն նույնիսկ նախկին վարչապետն էր հարցազրույց տվել, որ երկիրը անդադ պարտքերի տակ մցնելով էլ բան չունի ծախելու, հա, էլ բան չունի դրանով փակելու։ Ես ուզում եմ դուք ներկայացնեք տնտեսական վիճակը, հատկապես, հա, գիտեմ մարդիկ, որոնք արդեն կներեք, բայց այս օրերին, այո, ես գիտեմ մարդիկ, որոնք գեներատորներ, դվիժոկներ են առնում, պատրաստվում են ձմեռվան։ Մարդիկ կան մտածում են, ասենք, սննդամթերքի պահեստավորման մասին։ Մարդիկ ռեալ անհանգստանում են։ Դուք ինչպես եք տեսնում քաղաքական պայքարը հասկանում եմ, բայց նաև դրան զուգահեռ խորանում է տնտեսական ճգնաժամը։ Ձեր պրոգնոզը, հա, ձեր կանխատեսումները ինչ է լինելու։ Նայեք, տնտեսական մասով ամեն ինչ կախված է լինելու գործող իշխանությունների հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության իշխանությունների հետ, քանի որ մեր հնայի 25%-ը, այսինքն մոտավորապես որ պատկերացնեք 7.5 միլիարդ դոլարը շրջանառության Ռուսաստանի հետ է։ Դա եթե վերածենք գյուղատնտեսության առումով մոտ 90-ից 95%-ը մեր գյուղատնտեսության այսօր Ռուսաստանի հետ է։ Ինչպիսի հարաբերություններ կձևավորվի Ռուսաստանի հետ, կախված է լինելու մեր տնտեսությունը։ Չկա ուրիշ տարբերակ, բացի դրանից հիմնական տրանսֆերների մոտ 90%-ը գալիս են Ռուսաստանից, այսինքն Հայաստանի տնտեսությունն ու Հայաստանի բյուջեն, երբ ես ասում եմ Հայաստանի տնտեսությունը կայուն զարգացող է, դա չի նշանակում, որ իշխանության հաշվին է կայուն զարգանում, իշխանության դերը դրանում 0 է, իշխանություն այսքան տարիների ընթացքում տնտեսության մեջ ընդամենը փող ծախսող է, պարտքերը վերցնի, ծախսի, ասֆալտ փռի, նորից չեմ ուզում նախընտրական մեր բոլոր թեզերին վերադառնանք, բայց նորից եմ ասում, ամենահեշտ գործ անում են, իրենց թալանը անում են, վերջ, սրանով վերջանում է իրենց մասնակցությունը տնտեսության մեջ և ամենաշատ այսքան տարիներին մենք որ տեսել ենք, որ ամբողջ կառավարությունով գնում են 4-րդ սորտի ցորենի վագոներն են դիմավորում և դիզվառելիք են դիմավորում, թե բենզին չգիտեմ, իրենց կառավարության հիմնական գործունեությունը դա է, միգուցե հիմա էլ կգնան ամբողջ կառավարությունով մի հատ վարունգի վագոն դիմավորեն Ադրբեջանից ու կհպարտանան մեր ժողովրդին բացատրել, տեսեք ինչ ազատ շուկաներ են, ազատ մենք նոր թափանցում ենք եվրոպական շուկաներ, որ դուք պատկերացնեք, եվրոպական շուկաների հետ շրջանառությունը 200
մոտ 200 քանի միլիոն եվրո է, որ պատկերացնեք դա ինչ է, դա համենայն դեպս 2 անգամ ավելի փոքր է կամ 3 անգամ, քան իմ ընկերության շրջանառությունը Հայաստանի տնտեսության հետ։ Այսինքն ինչի մասին ենք մենք խոսում, էլի։ Սա ինչ պետք է մենք բացատրենք մեր ժողովրդին։ Իրենք տապալելու են տնտեսությունը։ Ես դրա համար ասեցի։ Այսինքն ժողովուրդը ճիշտ անում, որ պատրաստված աներ ձեռների։ Ժողովուրդը ընտրեց աղքատությունը։ Ժողովուրդը չընտրեց մեր ասած 300,000 շատերը ընտրեցին, մենք վստահ ենք, որ շատերն են ընտրել, որոնց մենք չենք տեսնում։ 300,000 աշխատատեղը, դա հնարավորություն էր տալու մեր տնտեսությանը ազատվել արտաքին պարտքերից։ Միայն դա կարող է հնարավորություն ստեղծել։ Ասֆալտ փռելը դա բեռն է մեծացնում։ Մենք դեմ չենք ասֆալտին։ Մենք ասում ենք, եկեք փող աշխատենք մեր պետությունով, այսինքն զարգացնենք բիզնեսը, հարկեր հավաքենք, պետությունը ասֆալտ անի, զարգացնենք բիզնեսը, հարկեր հավաքենք, պետությունը դպրոցներ սարքի, մանկապարտեզներ սարքի, մենք դրան կողմ ենք, դեմ չենք, բայց երբ որ դու գնում ես մենակ պարտքերի ճանապարհով, գալիս է մի պահ, որ այդ երկիրը փլվում է այդ ժողովրդի գլխին։ Այսինքն ժողովուրդը շատ արագ աղքատանում է։ Ինչը իրենք հաջողությամբ անում են հիմա Հայաստանի շրջաներում, ես ասեցի իմ ելույթներից մեկում, իր հայրենի Տաուշի շրջանում 18 թվականին աղքատության մակարդակը եղել է 25%, հասել է 39%-ի։ Այսինքն ինք իր հայրենիքը չի կարում, ու Տաուշի մարզ ամենամեծ մարզերից չի, փոքր մարզը, ամենաաշխարհի չքնաղ բնությունով։ Եթե ինքը չի կարում գոնե իր ուղեղը աշխատացնի, այդ մի շրջանը վերցնի իր պատասխանատվության տակ անձամբ զարգացնի, առավոտից իրիկուն այս մարդը ման է գալիս գործակալներ, լինելով մի քանի երկրի գործակալ, իրեն թվում է բոլորը գործակալներ են, բոլորը լրտեսներ են, այսինքն փոխել է ամբողջ երկրի կոնստրուկցիան, դրա համար եմ ես ասում, սա մեխանիզմ է, սա ոչ թե ինչ-որ մարդ է, սա մեխանիզմ է աշխատում մեր դեմ։ Տնտեսության մասով մենք ունենալու ենք կոլապս, եթե մենք շատ արագ քայլերով այս ընդդիմության համախմբումը չապահովենք, չփորձենք մեր ձևով Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններ ստեղծելով կանգնեցնենք այս շատ ցավալի process-ները Հայաստանի նկատմամբ եւ հայ ժողովրդի նկատմամբ, հավատացեք ինձ, ինչ էլ իրենք խոսեն, դրա հետևանքները կրելու է հայ ժողովուրդը։ Ասելու, չանելու խնդիր այս մարդը չունի։ Դրա համար ինչ պետք է ասում է։ Հա, բայց գինը, որ արևմուտքը նաև որոշ բաներով դրվագներով Ռուսաստանը բան չարեց, բայց այս դեպքում արևմուտքի մասն է խոսքը, հակառուսականությունն է, չէ, որ աջակցեցին ու չտեսան այս ամբողջ գեղձիկները։ Թիվ 1 խնդիրը հակառուսականությունը, որ ինքը դա լուծում է։ Իրենք քարոզում են հիմա, որ Ռուսաստանն է տուժելու դրանից, որ մենք գնանք 102-րդ ռազմաբազան հանելու ենք, հայրուց գազարտը փակվելու է, Ադրբեջանից գազ ու նավթ ենք բերելու, չգիտեմ, ցորենել ենք բերելու, ինչ ասեք, Ադրբեջանը Թուրքիան բանան անելու եւ Ռուսաստանն է։ Իրեն ես ասի, մնացել է մեկ բան, վաճառի հակառուսականությունը։ Ուրիշ ոչ մի բան ինքը չունի։ Արևմուտքն էլ տեսա, որ չունի, ինչքան էլ իրենք չհայտարարեն։ Իրենք էլ իրենց մոնիտորինգ ունեն, իրենք տեսնում են, առավել եւս Ամերիկայի Միացյալ Նահանգները ամեն ինչ տեսավ, բայց քանի որ այս ժամանակահատվածում շատ կարևոր է գտնել գոնե երկիր, ով կզարգացնի հակառուսականությունը, նրանք դա տեսան մեր այս իշխանությունների մեջ, որովհետև իրեն չհաջողվեց դա անել Ադրբեջանում, իրեն չհաջողվեց դա անել Վրաստանում, Կովկասում մնում է ընդամենը մեկ երկիր, ում միջոցով իրենք փորձում են դա զարգացնեն, բայց նորից եմ ասում, մենք փոքր երկիր ենք,
Մենք չպետք է դառնանք հրապարակ պայքարի։ Մենք պետք է շատ լավ հարաբերություններ ստեղծենք ու ունենանք Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, որովհետև ունենք 1-ից 1.5 միլիոնին հասնող սփյուռք։ Ամեն ինչ պետք է անենք, որ մեր սփյուռքը լավ զգա իրեն։ Ամեն ինչ պետք է անենք, որ մեր սփյուռքի հնարավորությունները օգտագործենք Հայաստանի զարգացման համար։ Մենք պետք է շատ լավ հարաբերություններ ունենանք Ֆրանսիայի հետ։ Նորից ունենք 600,000-ին հասնող սփյուռք։ Մենք պետք է շատ լավ հարաբերություններ ունենանք Ռուսաստանի հետ, Չինաստանի հետ, եթե մենք ուզում ենք ունենանք տնտեսություն եւ զարգացման ուղու վրա կանգնած երկիր, գոնե այս 4 երկրների հետ մենք պետք է ունենանք շատ լավ հարաբերություն եւ այնպիսի վստահելի հարաբերություն, որ չդառնանք հակամարտության կենտրոն։ Պետք է ընդամենը մեզ վստահեն, որ մենք իրենց վստահելի գործընկերն ենք։ Ու դրանով պետք է վերջանա ամեն ինչ։ Չտանք հնարավորություն, որ դու կարող ես ինձ օգտագործել Ռուսաստանի դեմ կամ Ռուսաստանը կարող է ինձ օգտագործել Ֆրանսիայի դեմ։ Դա մեր պետության համար շատ վտանգավոր է։ Դրա համար ես ասում եմ բոլորը հաղթեցին, բացի հայ ժողովրդից։ Եվ դրա արդյունքը մենք տեսնենք ամեն օր ինչ ուզում է իրենք հայտարարեն։ Ամեն օր մենք դա զգալու ենք։ Նույնիսկ ձեր ճուզողները ասում են, որ բացահայտումներից մեկը դրական առումով Նարեկ Կարապետյանն էր այս ընտրաշավի, որը մի քանի ամսում դարձավ լիարժեք քաղաքական գործիչ։ Ինձ էլ Թակեր Կարլսոնի հետ հարցազրույցից սկսած պարզապես շատ առաջ գնաց եւ արդյոք կարելի է ասել, որ այսուհետ հաջորդ վարչապետը Նարեկ Կարապետյանն է։ Նայեք, Նարեկ Կարապետյանը ինչ-որ նոր բան չի բացահայտել։ Ինքը իրոք ամենատաղանդավոր հայ երիտասարդներից մեկն է։ Ես անկեղծ եմ ասում, իմ նայելով նույնիսկ հավասարը չունի։ Դրա համար ինքը ընդամենը ցույց տվեց տարբեր ժամանակահատվածներում իր որակները։